Հունիսի 7-ին նախատեսված ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը շարունակում են աշխատատեղերի ստեղծման խոստումներ տալ։ Փաստերի ստուգման հարթակը համադրել է կուսակցությունների ու դաշինքների հրապարակած ծրագրերն ու հայտարարությունները, հասկանալու թե ինչ թվեր եւ նպատակներ են ներկայացվում զբաղվածության ոլորտում։ Ըստ հրապարակման քաղաքացիական պայմանագիրը խոստանում է տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ։ Միաժամանակ նշվում է, որ 2021-ից 2025 թվականներին Հայաստանում արդեն ստեղծվել է ավելի քան 184,000 աշխատատեղ եւ նոր խոստացված ցուցանիշը նախորդ տարիների աճից ցածր է։ Ուժեղ Հայաստանը առավել հավակնոտ ծրագիր է ներկայացնում առաջիկա 5 տարում 300,000 աշխատատեղ, այսինքն տարեկան միջինը 60,000։ Իշխանության ներկայացուցիչները սակայն այս թվերը որակել են ոչ իրատեսական, մատնանշելով աշխատուժի սահմանափակ ռեսուրսը։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ տարեկան 35-ից 45,000 աշխատատեղ կստեղծեն, մինչև գործազրկությունը նվազի 5-ից 6%-ով։ Հստակ թվային նպատակներ է ներկայացրել նաև Միասնության թվերը, խոստանալով 100,000 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Մյուս քաղաքական ուժերից շատերը հստակ թվային խոստումներ չեն ներկայացրել։ Բարգավաճ Հայաստանը խոսում է ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով նոր աշխատատեղերի մասին, իսկ Հանրապետությունը շեշտում է բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը առանց կոնկրետ թվերի։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի մի խումբ անդամներ ազգային ժողովի ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր։ Ընտրողին շատ օրեն ջոգիր 9 հոգին 6 անդրողեն, հետո կողքը բոլոր քրոջ աղջիկ մաղջիկ այդպես նա սա պետք է ծնենք։ Որով դե օգնենք, ինքը սա վենպես երեկորդ ու հանգաբարձումը կազմակերպեք, այնտեղ թող իրան կառնին, մենք կառնենք։ Լսես կը, բանից ամեն ինչ տան համարից այնտեղ զերծ չկա։ Առնենք իրանք տանին տաստավկայինեն չիմանան որ մենք ենք երեք, ջոգիր։ Ուրիշ մարդիկ իրանք իրեն որ մենք ենք։ Երեք որոշինք սա համբարձումը եթե կազմակերպեք երեք Արտակնիկը նացածնանե Գրիգորը Սուսաննը նացածնանե Ապես ինչ չկա Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, բարութային այլ գործողություններ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դա ինչ կապիկություն անեմ հավայ հորս, ուզում եմ ներվեմ էլի։ Yani ես իրան համոզել եմ, ես հիշում եմ այդ բանը, որ ինքն երեք է ոտերը սնգե, ինձ եմ գրանցի ես է փող աշխատեմ ֆլան ֆաստան։ Հորս արել։ Հա, բա ոնց է։ Բա դու այդ որ նրանց տեղավորում ես նրանց փողն ես։ Ինչ։ Որ տեղավորում ես փողն ես նրանց։ Արա ես դուրս եմ եկել արդեն այդ օֆիսից ապա ես դրանց լավակ։ Խի, հա։ Բայց չէ որ հիմա մարդ ես տանում քեզ դրա մա փող են տալիս։ Դե չափա դրած որ ամիսը մի 20 հոգի տանել դեմ, ջոգիր, ու ամիսը 150,000 դրամ։ Հիմա է որ ես երկու տեղը գրանցված եմ, չի երևի։ Է, դու աշխատող ես, ես յանի աշխատում եմ, ես յանի կուպես հենա մարդիկ եմ ճարեմ, տանեմ, բանանում։ Բրոսը ոնց երևա որ դա։ Հա։ Համիկեն մեզ բռնեն տան։ Բայց փող չտվին։
Դե տվին բայց եմ ասում, բայց երբ ելել ո՞րն ապրի, ասել եմ կարոջի տուր, ասում էր մինչև թիվը չտա, հորս արդ փող չեն տա, դա։ Հայ սա մի հոգի եմ կոմից։ Ասի հորս արդ տուր։ Մի հոգի կոմից։ Պլանի փողը ռանդին կպահեն սավեր։ Այդ հարփած ես դարձնել։ Արա, ծայմեք։ Դեպի պետք են զերծ ես դարձնել։ Ապրես, արա այս քու ուղիղն եմ սիրում։ 20 մանեթը դոնե։ Արա դոշտանն ա կանգամ հորս։ Չէ, արա ինչ 20 մանեթ հորս արդ մերս։ Այդ գիտես ինձ դեմ խապսի տա որ մի հատ 15 փոք եմ ենկամ դնեմ սա սեմեյնի հաշվարկա է հորս արդ։ Դու ասա որ մամջան տղեկին աբի շատ բանում եմ արած։ Պապես եմ վելոյդ մատ խոսա էլի արա են քանակ դեմ տա խայտարակ վիճակա հորս արդ։ Մանեթ ապես եմ։ Ոնց դու արդեն գինն ասել էիր արա։ Եկ ես քուսախ փողերը փակվել եմ։ Քանակ դեմ տա ոտիս եմ գցե չեմ կարող ապրել։ Այս բանը այս թազավորդի որ գնացել եմ։ Արա ինչ ձևես խառն է իրար սա արա։ Չէ, точно սա գծած գնեմ, պրոստը արդեն ինչ աշխատել եմ վեր եմ տալ, ջոգի։ Հավի պայման կա ապրել, թե սորեկուց լավ вообще եկ բանսեն ջոգի։ Այս թիվը չտամ, որ չենք շարունակեմ, հիմա Պուջուրը թիվ, բայց չեմ կարող մարդ չկապել։ Ինչքան է որ։ 10 հոգուց դու 5 կլես։ Տխրուճակես։ Ուրեն 5-ն էլ չկան, всё։ Դե արդեն եկա։ Вообще, բայց դա մի 225 վեր։ Ալա կոմալիս բգորդելի։ Դից կականով հատուս։ Համես։ Ես քեզ ասալամ։ Հա։ Ֆիա։ Ես քալի։ Արխային փողովել եմ գալու։ Եվ բարո։ Մեն այգել եմ շտաբ։ Հա։ Ես հոր սարավ հենց գիտես քուչեքին ես ինչ եմ անում ռոպեն մեկ զանգում եմ չեմ։ Այսպես մեր մոտ են տալի։ Հա։ Հա։ Մեր մոտ են տալի։ Այո, դա մամ քնում ես։ Հա։ Դեպքի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Թեհրանը դեռևս չի կարող վստահորեն ասել, որ մոտ է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագրին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Էսմայիլ Բաղայեի խոսքով այնուհանդերձ երկխոսություն են վարում Վաշինգտոնի հետ եւ կենտրոնացած են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի եւ Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակման հարցերի վրա։ Նա տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում։ Բաղայեին բացառել է Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու հնարավորությունը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունները շատ խորն են, անհնար է ասել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մի քանի շաբաթվա ընթացքում, հավելել է իրանցի պաշտոնյան։ Բաղայեին նաև մեկնաբանել է միջնորդ երկիր Պակիստանի բանակի գեներալ Ասիմ Մունիրի Թեհրան այցը, նշել դա եւս չի նշանակում, որ հասել են շրջադարձային կետի։ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ մի քանի երկրի ղեկավար պատրաստակամություն է հայտնել միանալու Իրանի դեմ պատերազմին, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Մարկո Ռուբիոն հավելել է, դա կարող է տեղի ունենալ, եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։ Նա շեշտել է, որ նախընտրում են դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ Թեհրանի հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 348 ԱԹՍ։ Թիրախում են հայտնվել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանի Հանրապետությունը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի հարավում նավթային խոշոր օբյեկտ է վնասվել։ Վլադիմիր Պուտինն էլ մեկնաբանել է Լուգանսկում Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները։ Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 10-ի, 48 մարդ վիրավորվել է, 11 ուսանող անհետ կորած է համարվում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ միջադեպի մանրամասները կհետաքննվեն։ Նա տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել։ Ստարոբելսկի հարցով նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, Ուկրաինայի իշխանության գործողությունները վկայում են, որ Կիևը պատրաստ չէ երկխոսության։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ գիշերը թիրախավորել են ռուսական տարբեր ռազմական օբյեկտներ, այդ թվում Ստարոբելսկ քաղաքի շրջանում գտնվող Ռուբիկոն ստորաբաժանման շտաբներից մեկը։
Հունգարիայի նոր կառավարությունը հետ է կանչում միջազգային քրեական դատարանից դուրս գալու նախկին իշխանության որոշումը հայտարարել է նորանշանակ վարչապետը։ Պետեր Մադյարը նաև տեղեկացրել է, որ Բուդապեշտը երկարաձգում է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։ Այն սահմանել էր Վիկտոր Օրբանի կառավարությունը 2023 թվականին։ Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Սաբոլչ Բոնան ավելի վաղ հայտարարել էր, կառավարությունը թույլ չի տա, որ Ուկրաինայից մատակարարումները խանգարեն տեղացի ֆերմերների գործունեությանը։ Արգելքը վերաբերում է ապրանքների ավելի քան 20 տեսակի, այդ թվում ցորեն, միս, ձու, եգիպտացորեն, արևածաղկի ձեթ։ Չինաստանում ածխահանքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հյուսիսային Շանսի նահանգում զոհվել է ավելի քան 90 աշխատող։ Պետական ԶԼՄ-ների տվյալով կան անհետ կորածներ։ Հաղորդվում է, որ վթարի պահին գետնի տակ աշխատելիս է եղել 247 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, վթարի պատճառը պարզվում է։ Reuters գործակալությունը գրում է, որ 2000-ականների սկզբից Չինաստանի ածխահանքերում նման վթարները զգալիորեն պակասել են անվտանգության ավելի խիստ կանոնների շնորհիվ։ Լյուսենյուի հանքում տեղի ունեցածը վերջին տասնամյակի ամենաողբերգական միջադեպերից է։ Դիանա Գասպարյան։ Ես ու դու փնտրեցինք երկար, ես ու դու գտանք մենք իրար, ուշ է այն խոսում է, մեր երակներով խոսում է։ Լոռու մարզում այս տարի դպրոցին հրաժեշտ է տալիս 4642 աշակերտ, 1596-ը ավագ և 3046-ը հիմնական դպրոցից։ Մարզի դպրոցներում հնչեց վերջին զանգը, ազդարարելով մի ամբողջ կյանքի փուլ ավարտող ու նոր ճանապարհ սկսող օրը։ Շրջանավարտների համար սա ոչ միայն հրաժեշտ էր դպրոցին, այլ նաև հիշողություններով լի տարիների ամփոփում։ Շրջանավարտների եւ ուսուցիչների հետ այս կարևոր ու հուզիչ օրը կիսում էին ծնողներն ու հյուրերը։ Սիրելի աշակերտներ, դուք մեծ քայլ եք անում դեպի նոր հնարավորություններ, նոր ձեռքբերումներ եւ կերտելու եք ձեր սեփական ուղին։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր սերը ուսման եւ գիտելիքի հանդեպ մնա անփոփոխ, ցկտուն ու հնարավորությունը ուղեկցեն ձեզ կյանքի յուրաքանչյուր քայլում։ Հիշեք, որ ուր հասնեք, ձեր դպրոցը, ուսուցիչները եւ Վանաձորը միշտ սիրով եւ աջակցությամբ սպասում են ձեզ։ Համարձակ նայեք ձեր ապագային, դրական մտքերով, վստահությամբ ու ստեղծապար ոգով։ Շնորհավորում եմ վերջի զանգի արդիվ եւ մաղթում եմ բոլորիդ հաջողություններ։ Վանաձորի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր հետ տանում է դպրոցի արժեքներն ու տարիների ընթացքում ստացած գիտելիքները։ Ձեր առջև դեռ երկար ճանապարհ կա, նոր գիտելիքներ, նոր նպատակներ եւ նոր հաղթանակներ։ Որտեղ էլ լինեք, հիշեք իրական արժեքը մարդկային որակներն են՝ ազնվությունը, պատասխանատվությունը, բարությունը եւ աշխատասիրությունը։ Մենք ապրում ենք մի երկրում, որի յուրաքանչյուր քարն ունի պատմություն, պայքար եւ հիշողություն։ Այս հայրենիքը մեզ է հասել մեր նախնիների հավատքով, աշխատանքով ու զոհողություններով։ Եվ վաղը հենց դուք եք լինելու այն սերունդը, որը պիտի պահի, պաշտպանի եւ զարգացնի Հայաստանը։ Սիրելի շրջանավարտներ, կյանքում կարող եք ընտրել տարբեր մասնագիտություններ, տարբեր ճանապարհներ, բայց որտեղ էլ լինեք, երբեք մի մոռացեք ձեր արմատները։ Մարդը ուժեղը, երբ հիշում է իր լեզուն, իր պատմությունը, իր հայրենի տունը։ Ուսուցիչների համար վերջին զանգը միշտ ամենահուզիչ օրերից մեկն է, որովհետև հրաժեշտ են տալիս այն սերնդին, որի հետ տարիներ են անցկացրել։ Վերջին դաս, վերջին զանգ ու դպրոցի պատերի ներսում սիրելի աշակերտների հետ վերջին պար։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի երազանքներով ու մեծ հավատով։ Մի վախեցեք դժվարություններից, դրանք են օգնում մարդուն գնալ դեպի հաջողություն։ Թող ձեր սրտերում երբեք չմարի բարության, ընկերության եւ սիրո կրակը, բարին ընդ ձեզ։ Դպրոցի բակում հնչում էին երգեր, շնորհավորանքներ ու ապագայի հանդեպ հույսերով լի խոսքեր։ Շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցական կյանքին իրենց հետ տանելով ընկերություն, հիշողություններ ու մեծ երազանքներ։ Իսկ վերջին զանգի ղողանջը նրանց համար դարձավ նոր կյանքի մեկնարկի խորհրդանիշ։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Un seul
նպաստել հանրակրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, խրախուսել աշակերտների հետազոտական աշխատանքը, գնահատել դրա արդյունքները։ Գեղարքունիքի մարզային գրադարանը դպրոցների հետ գործակցության շրջանակում նաև այս ուղղությամբ է ակտիվ։ Պատահական չի, որ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիների նախագծային աշխատանքը դպրոցից հետո ներկայացվում է նաև գրադարանում։ Թեման հայ պոեզիայի գագաթներից մեկի Եղիշ Էչարենցի կյանքն ու ստեղծագործությունն են, որ աշակերտները նաև գրադարանում են ուսումնասիրել։ Սկսած ճիշտ գրականությունից ուղղորդելու, համապատասխան նյութեր տրամադրելու, ինչպես նաև ուսուցիչներին ենք ուղղորդում, մեր գրադարանավարները սիրով տրամադրում են մեթոդական ցուցումներ, համապատասխան թեմայի շրջանակում տրամադրում ենք համապատասխան գրականություն, ինչի արդյունքում նախագծային աշխատանքները ստանում են ճիշտ որակ եւ ճիշտ են մատուցվում, եւ դա էլ իր պտուղն է տալիս, աշակերտները ավելի խորը եւ ավելի գրագետ պատկերացնում են թեման։ Անդրադարձանք ձիածան ժողովածուին, որի մեջ մարմնավորվում էր արևը։ Արևը իր 3 գույներով՝ արևի կապույտը, ոսկին եւ մանուշակագույնը։ Նախագծային աշխատանքում դրսևորվել են աշակերտների ինքնուրույն հետազոտություն կատարելու, առկա բազմազան տեղեկություններից ու գրականագիտական աղբյուրներից էականը քաղելու, գեղարվեստական լուծումներ գտնելու կարողությունները։ Այցելել ենք Եղիշ Էչարենցի տուն-թանգարան։ Երեխաները պատրաստ էին գնացել տուն-թանգարան, բայց այնտեղից ձեռք բերեցին նաև այլ լրացուցիչ տեղեկություններ Էչարենցի պոեզիայի մասին։ Աշակերտները աշխատել են ինքնուրույն, համակարգչային ձևավորումը կատարվել է ինքնուրույն, ընտրել են երաժշտություն, իսկ տեսանյութերի նկարահանման հարցում երեխաներին կատարել են դերերը։ Եղիշ Էչարենցի դերում էր Նորիկ Նաջարյանը, Կարինե Քոթանջյանի դերում էր Ռիտա Սուչյանը, Ձիածան ժողովածուի հերոսուհուն մարմնավորող դերում էր Սվետա Նազարյանը։ Իրենք ինքնուրույն կատարել են աշխատանքը, իհարկե վերահսկումը իմ կողմից մինչև վերջ կատարվել է։ Հանճարեղ բանաստեղծի կյանքի տարբեր հանգամանքների մասին տեղեկությունները աշակերտները լրացնում են այն բանաստեղծություններով, որոնցում դրանք արտահայտված են լավագույնս եւ ներկայացնում են գրողի ապրումները, խոհերն ու մտահոգությունները։ Ընթերցումները նախագծային աշխատանքին հաղորդում են գեղարվեստական երանգ եւ առավել տպավորիչ դարձնում ասելիքը։ Մեր աշխատանքում փորձել ենք բացահայտել, թե ինչպես է արևի խորհրդապաշտությունը դրսևորվում ձիածան ժողովածուում, ինչ գաղափարներ է փոխանցում բանաստեղծը եւ ինչպես են դրանք կապվում նրա կյանքի եւ ստեղծագործական ուղու հետ։ Օ, հաճախ բարեկամ, որպեսի օքից չմրսի։ Ես հիշել եմ վարքյան, կանաչած այգին կարսի։ Ահա հայրս հագին կապա, նրա դեմքը արծաթեափս է, վրանքի թեկեր մի դանակ, թափել է ժամանակն անսեր, մազերին ջերմակն իր վանա։ Նախագծային աշխատանքը ներառում է նաև հարցազրույցներ գրականագետների հետ, որոնք իրականացրել են աշակերտները, հիմնականում գրադարանում կայացած հանդիպումների շրջանակում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Արտյուշենկոյի ձնծաղիկ։ Սա կարմիր գրքային գեղեցկուհի է, որն աճում է միայն մեր տարածաշրջանում։ Նրան կարելի է հանդիպել Իջևանում, Թալիշում, իսկ ամենաշատ առանձնյակները պահպանվում են Շիկահողի արգելոցում։ Ձյան հալքից հետո Շիկահող շտապող բնապահպաններն արգելոցի տարածք չհասած հազվադեպ հանդիպող այս ծաղիկը եւ բազմագույն գնարբուկներ տեսնելով ուրախանում են, արձանագրում տարիների խիստ հսկողությունն արդյունք է տվել։ Գարնան մեկնարկի հետ Շիկահողի պետական արգելոցի աշխատակիցները սկսում են բույսերի մոնիթորինգը։ Կենսաբազմազանության պահպանության կարևորագույն մեթոդներից մեկը հենց դաշտային աշխատանքներն են, այսինքն մաշտարիտարկման աշխատանքները, թե բուսական աշխարհի, թե կենդանական աշխարհի։ Ընդ որում սեզոնայնությունը միայն բույսերին է վերաբերում, իսկ կենդանական աշխարհի դեպքում մենք ցանկացած եղանակի կարող ենք այցելել տարածք եւ ուսումնասիրել կարմիր գրքյան տեսակների քանակային փոփոխությունները, որոնք կարող են մեզ հստակ տեղեկատվություն տալ, թե ինչ վիճակում է մեր անտառը գտնվում։
Արգելոցի տարածքում շուրջ 1200 տեսակի բույս է աճում։ Դրանց կեսը կարմիր գրքային է, մի մասն էլ էնդեմիկ։ Թիվը մոտավոր է, հնարավոր է անտառի գողտրիկ անկյուններում լինեն տեսակներ, որոնց մասին մարդիկ չգիտեն, ինչպես կարմիր այս սունկը, որ այս հատվածի համար անսովոր է։ Կարմիր գրքյան բազմաթիվ տեսակներ ունենք, ինչպես նաև դրանցից շատերը հանդիսանում են տարածաշրջանի էնդեմիկ տեսակներ, կրում են Զանգեզուր անունը, օրինակ Զանգեզուրի տանձենի, Զանգակ Զանգեզուրի, ինչպես նաև ունենք խոլորձների տեսակներ, որոնք կարմիր գրքային են, խոլորձ կետավորն է հանդիսանում, խոլորձ եռատամն է հանդիսանում կարմիր գրքային տեսակ, եւ շիկահող արգելոցի կարելի ասել զարդը եւ հարստությունն է հանդիսանում ռելիկտային տեսակ հանդիսացող կենի հատապտղային ծառը, որը երրորդական դարաշրջանի ռելիկտ է, այսինքն դարերի վեր ինքը պահպանել է իր տեսակը եւ որևէ փոփոխության չի ենթարկվել, անգամ բնակլիմայական փոփոխությունների ազդեցության արդյունքում։ Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է։ Հայաստանում կենսաբազմազանությամբ ամենահարուստ տարածքներից մեկը շիկահողի արգելոցն է։ Մեր երկրում կիրառվում է բնության պահպանության 4 մեթոդ։ Նորմատիվային պահպանություն ամբողջ իրավական դաշտն է իրենից ենթադրում, այդ թվում նաև կարմիր գիրքը որպես փաստաթուղթ հանդիսանում է տվյալ պահպանության մեթոդ։ Տեսակային պահպանությունն է, այսինքն անտառային ցուցիչ տեսակների պահպանությունն ենք իրականացնում, ինդիկատոր տեսակներն են հանդիսանում է էկոհամակարգային տեսակները եւ այլն, ինչպես նաև ունենք տարածքային պահպանություն, դրանք բնության հատուկ պահպանվող տարածքներն են, մյուս տեսակն է հանդիսանում էկոլոգիական կրթությունը, ինչը կարելի ասել մեր կազմակերպության առաքելությունն է արդեն շուրջ 10 տարի, ինչպես նաև ռեպրոդուկտիվ պահպանությունն է, ինչը դեռևս Հայաստանում նոր մեկնարկող մեթոդներից է։ Կենսաբազմազանության 17-րդ համաժողովն այս տարի կհյուրընկալի մեր երկիրը։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին։ Մեզ կտա փորձի փոխանակման լավագույն հարթակ, կենսաբազմազանության պահպանության մեթոդների մասին կարող ենք տեղեկանալ, եւ COP17-ը լավագույն հարթակը կհանդիսանա Հայաստանի համար, առհասարակ ցանկացած երկրի համար, փորձի փոխանակման, կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ խնդիրների, մարտահրավերների քննարկման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի կծանոթացնի մեր մշակույթին, բնապահպանական մշակույթին, գուցեև կկարողանանք ներկայացնել մեր փոքրիկ երկրի հարուստ կենսաբազմազանությունը։ Արգելոցի տարածք առանց ուղեկցորդի մտնել չի կարելի։ Մեկ անզգույշ քայլով մենք կարող ենք ոչնչացնել բուսատեսակ, որի առանձնյակների թիվը խիստ սակավ է։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան։ Մայիսի 20-ին Կոթիի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որին շրջանակներում դպրոցի 7-ից 12-րդ դասարանների աշակերտական թիմերը, ինչպես նաև ուսուցիչների հատուկ հավաքական թիմը յուրօրինակ ձևով ներկայացրեցին տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ավանդական խոհանոցը, պատմությունն ու մշակույթը։ Սիրելի աշակերտներ, աշխարհի համեր խորագիրը գրող այս գեղեցիկ խամով հոտով միջոցառման հարգելի ներկաներ, բոլորիդ ողջունում եմ, շնորհակալություն ներկայացել ներկայության համար։ Արդեն երկրորդ տարին մեր դպրոցում հուսով եմ, որ ավանդույթ կդառնա նաև հետագա տարիներին, անցեկացվում նման խորագրեր գրող միջոցառումներ։ Աշխարհի համերի մրցույթում մեծ բաժին է հասել Մեքսիկա պետությունը։ Մենք կներկայացնենք մշակույթը եւ խոհանոցը։ Այս մրցույթին մասնակցելով մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, խոհանոցին, երգին ու պարին։ Դպրոցի այս նախաձեռնության նպատակն էր սահմանամերձ համայնքի երեխաների շրջանում խթանել թիմային աշխատանքը, ստեղծարարությունը, միջմշակութային հաղորդակցությունն ու աշխարհաճանաչողությունը, աշխուժացնելով համայնքային կյանքը եւ ամրապնդելով դպրոց-համայնք կապը։ Այսօր հյուրընկալվել ենք Կոթիի դպրոցում, շատ գեղեցիկ միջոցառում է, ուրեմն աշակերտները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթը, խոհանոցը եւ ջանասիրությամբ ուրեմն այդ ամեն ինչին պատրաստվել են եւ շատ գեղեցիկ ներկայացումներ եղան։ Ուրեմն հաշվի են առել ամեն մի երկրի, ամեն մի մշակույթի սովորությունները, առանձնահատկությունները եւ գեղեցիկ ձևով ներկայացնում են։ Այնքան արտահայտչական է, որ նույնիսկ դժվարանում ենք, որ մրցանակային թիմի բոլորն էլ արժանի են
մրցանակների։ Ես Մարիամն եմ, Կոթիում աշխատում եմ Դասավանդիր Հայաստանի միջոցով, տեղակայվել եմ Կոթիում եւ երբ որ եկա ներկայացնում էին իրենց կարևոր միջոցառումները եւ ասում էին, որ նախորդ տարի իրականացրել ենք աշխարհի համերով միջոցառումը եւ շատ ողջավորված էին, մեծ սպասումներ ունեին, որ այս տարի եւս կիրականացնեն եւ ինչպես տեսնում ենք արդեն այն միջոցառումն արդեն իրականություն է։ Կարծում եմ դուք էլ շրջելով տաղավարներում տեսաք, թե երեխաներն ինչպես են պատրաստվել, ես էլ ուսուցիչների թիմից էի, մեզ բաժին էր հասել Վրաստանը եւ ներկայացրինք Վրաստանի մշակույթը եւ խոհանոցը։ Կարևորը միջոցառումը այնքանով, որ ապացուցվում է, որ երեխաները կապ չունի որտեղ են ապրում, նույնիսկ սահմանային գյուղում ապրելով, իրենք կարող են ցույց տալ աշխարհի համերը եւ տարբեր երկրների մշակույթը շատ գեղեցիկ ներկայացնել։ Միջոցառման ավարտին ժյուրիի որոշմամբ հաղթանակը կիսեցին Հայաստանի եւ Մեքսիկայի խոհանոցները ներկայացնող դասարանները։ Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ էքսկուրսիա դեպի Երևան, իսկ մյուս բոլոր մասնակից թիմերի համար էքսկուրսիա դեպի Տավուշի կամ Լոռու մարզ ըստ նախընտրության։ Քերիական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով Մաքսանենկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան։ Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Կոտայքի մարզի բարեկների հետ։ Մայիսի 19-ին ժամը 17:45-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին Hyundai Մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4.5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։